Բայց կարող է չզանգեմ չանհանգստացնում է դուին։ Քունս չի տանում։ Իմն էլ։ Այնքան գործակուտակվել չգիտեմ որից սկսեմ։ Հալո։ Արշակ կներես, որ անհանգստացնում եմ։ Հուսով եմ քնած չէիր, չեմ խանգարում։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Հո բան չի եղել, ես ուժ ժամի զանգում ես։ Չէ, ես կարող եմ վաղը մի քիչ ուշ գալ, եթե հնարավոր է։ Հա, իհարկե, բայց կարող է ինչ-որ բան ա եղել։ Նոր տուն եմ վարձել, պետքա տեղափոխվեմ։ Կարծում եմ չեմ հասցնի ժամանակին գալ։ Լանա, բայց ձայնը դուրս չի գալի։ Կասես ինչ ա եղել, ես ինչով կարամ քեզ օգնեմ։ Արշակ, դու իմ խնդիրների մասին գիտես։ Չեմ ուզում մանրանալ։ Կփորձեմ չուշանալ, շնորհակալ եմ։ Լավ։ Ինչ ա եղել։ Չգիտեմ, բան չասեց։ Ուղղակի ասեց, որ վաղը կուշան աշխատանքի։ Նոր բնակարան ա տեղափոխվում, բայց ձայնը դուրս չեկավ, ոնց որ լացած լիներ։ Նորո ինչ լավ է եկար, արդեն Էդոյին էի զանգում։ Էդոյին ինչի համար է զանգում։ Նորո ինչ ա եղել, լարված ես։ Չէ։ Նորո ինձ կարես բացատրես ինչա քո հետ կատարվում։ Ընդհանրապես ես ինչ խառը պատմությունների մեջ ես դու։ Քեզ թվում է մենք չենք հասկանում, Նորո։ Նորո ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ինչի համար ես ինձ վախեցած։ Ես եմ վախեցած։ Դու քեզ տեսել ես հայրու մեջ։ Չէ, չեմ հասցրել։ Ինչի քնած չես այս ժամին։ Որովհետև Էդոն ասել էր, որ տեսնեմ, եթե տանից դուրս ես գալիս, զանգեմ իրան։ Նորո եթե լուրջ բան չլիներ, ինքը ինձ տենց բան չէր ասի, ինչ ա եղել։ Էլիս մոռանում ես, որ ես մեծ մարդ եմ, հա։ Ուղղակի մարդ կար գործի հետ կապված պետք է հանդիպեի դրա համար։ Սենց ուշ ստացվեց գալս։ Ու հետո Էդոն ինչի է խառնվել իրար, ինչ ա եղել։ Դու ինչ ես խառնվել իրար։ Նորո Էդոն շատ հանգիստ մարդ է, ու բոլորս գիտենք դրա մասին։ Ու եթե քո ասածի նման ինքը իրար է խառնվել, ուրեմն մի բան եղել է։ Ու ես էլ հենց հիմա քո տեսքից տեսնում եմ, որ մի բան եղել է, ինչ ա եղել Նորո։ Ոչ մի բան էլ չի եղել։ Գնա պարկի հանգստացի, ես գնում եմ Էդոյին տեսնեմ։ Ինչի։ Բան ունեմ հետը խոսալու։ Նոր բան ունեիր հետը խոսալու, խոսայր նոր գայր տուն։ Եկա տեսնեմ ոնց եք, այդքան բան։ Այս ժամին մենք արդեն պիտի քնած լինենք, դու գալիս ես տենաս մենք ոնց։ Հա էլիս այս ժամին կլինի, գնաս պարկես քնես հանգիստ թող ինձ։ Բայց Արի, ագի դու։ Ալո։ Լանա, ես շատ անհանգիստ եմ քո համար։ Նորից եկել է, հա։ Նեղացրել է քեզ։ Տանս տեղը անգիր է արել Արշակ։ Երբ տուն եմ գնում, բակում կանգնած է։ Չի մոտենում, չի խանգարում, բայց զգում եմ, որ մտքին ինչ-որ բան կա։ Դու հիշում ես, չէ՞, մենք բան ենք պայմանավորվել։ Արշակ ինքը ինձ չի մոտեցել, բան չի ասել։ Ուղղակի ես ուզում եմ տեղափոխվել, որ էլ երբեք իրան չհանդիպեմ։ Լավ։ Հույս ունեմ, որ չես խաբում։ Չէ, շնորհակալ եմ, որ անհանգստանում ես։
Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Արշակով անհանգստացնում Լանային, ինչ ա եղել։ Ուղղակի խնդիրներ ունի Մագդա։ Լուրջ խնդիրներ են։ Դե հա։ Բայց ես չեմ ուզում դրա մասին խոսեմ, երկար պատմություն է, հետո էլ անձնական է։ Ուղղակի մենակ կին է։ Այստեղ հարազատ չունի։ Ես էլ մի տեսակ անհանգստանում եմ իր համար։ Արշակ, իսկ եթե առաջարկենք մեր տուն տեղափոխվի։ Հա, որ։ Հա, համ տունը մեծ է, համ էլ տեղ կա։ Հետո ինքը շատ լավ մարդ է։ Համ մենակ չի լինի, մենք էլ իր համար արդեն հանգիստ կլինենք։ Չգիտեմ ճիշտ որոշումա թե չէ, բայց վաղը կառաջարկեմ։ Հաստատ ճիշտ որոշում է։ Ես շատ եմ սիրում Լանային, ինքը որ տանն է, ես մի տեսակ հանգիստ եմ։ Հետո որ մեր տուն տեղափոխվի, շատ հավես կլինի։ Դե տեսնենք Մագդա։ Տեսնենք ոնց կստացվի, նենցա որ ես դեմ չեմ։ Ես գիտեմ, քո սիրտը այնքան մեծ է Արշակ։ Ալո, Էդո նորոն ձեր տանն է, հասավ ձեր տուն։ չէ, ինչի պետք է մեր տանը լիներ։ Քնած էի, կարող է դուրը ծեծելը չեմ լսել։ Պարզա։ Չէ, ուրեմն ինձ է խաբել։ Այսինքն էլիս։ Էդ նորոն գնացել էր տնից, դուրս էր եկել։ Ես չէի նկատել, հետո չզանգեցի քեզ, մտածեցի շուտ հետ կգա։ Ուշ եկավ, բայց ասեց որ գործով էր դուրս եկել։ Հետո Էլ ինչ հետո։ Հետո ասեց որ հիմա ձեր տուն է գալիս, բայց պարզվում է խաբել է։ Էդ շատ անհանգիստ եմ։ Ես զգացի ինքը վախեցած էր, լարված էր շատ Էդո։ էլիս դու հիմա հանգստացի, ես իրան կգտնեմ։ Կզանգես ինձ էլի։ Վայ նորո ինչի չես պատասխանում։ Ոչ մի նորություն չկա։ Չէ, էլիս, չկա։ Ուր ասես ման եմ եկել, զանգերից էլ չի պատասխանում։ Սիրտս արդեն կանգնում է Էդո։ Էլիս, դու ավելի լավ հանգիստ եղի։ Դու ինձ են ասա, ինչից ես ենթադրել, որ վախեցած է, ինչ-որ բան ա ասել։ Չէ Էդո, պահվածքից հասկացա։ Հաստատ նորոն է։ Բարև ձեզ։ Նորա Սահակյանն ստեղ է ապրում։ Ուր ես Արա։ Նորո դու այսօր եղել ես գարաժում։ Հետդ եմ Նորո։ Դու ինձ այնային երարել, որ գնում ես գարաժ։ Իսկ մի քիչ առաջ գարաժում Սյոպի դիակն են գտել։ Դու դրա հետ կապ ունես թե չէ։ Ինչ ես խոսում, Գարա։ Ո՞չ կարաս դու ինչ տես բանի մեջ մեղադրես։ Ո՞չ կարաս տես բան մտածես, Արա։
Ինչ իմանամ, կարող կռիվ եք արել, չեք հասկացել իրար։ Դու ինձ այտենց էլ դրամադրված էիր, չէ՞։ Կարո գլխի սարկում ես։ Դու չգիտես, որ Ստյոպի հետևից 1000 հոգի ինգած էր։ Նույնիսկ իմ հետ եկան թեմա բռնեցին։ Ինչի դրանց չես կասկածում, բայց իսկ կասկածում ես։ Հա, որովհետև այդ պայն դու ես գնացել գարաժ։ Հետո ինչ արա։ Այդ ոնց որ չզարմացար, հա, որ Ստյոպին սպանել են։ Ինչ է ասածդ, Գարո։ Նորո իմացի, որ հիմա լիքը մարդ քեզ է ման գալիս։ Ես ձեռքերս լվացել եմ, ասել եմ, որ հետդ կապ չունեմ, ինչ ուզում են թող անեն։ Հաստորեն գլխի սարկում ես, հա։ Հիմա ինչ լսի։ Այս թեմաները հենց անցան։ Ես քեզ գտնելու եմ ու գլուխը ջարդեմ, հասկացար։ Իսկ եթե ես իմացա, որ քո մատը Ստյոպի մահվան մեջ խառն է, այս ժամանակ նորո դու արդեն բերդ չես հասնի։ Ստյոպը այնտեղ չէր, որ հետը սենց վարվեին։ Քեզ փող էր տվել քրոջդ հետ կապված հարցեր էիր լուծում։ Քո կարծիքով ես այդտեղն եմ, որ մարսպանեմ ու փախնեմ։ Հիմա ինչ լսի։ Հենց այս թեմաները անցան, ես քեզ գտնելու եմ ու գլուխը ջարդեմ։ Դու պատասխան ես տալու քո ասածների համար։ Սպասի, որ ես քեզ գտնելու եմ ու դու պատասխան ես տալու, հասկացար։ Բա ինչ ա եղել, որ Կկանչեք։ տանը չի հիմա։ Բա ուր է։ Դուրս ա եկել տնից։ Դուք նրա ինչն եք։ Ես Նորո ինգերն եմ։ Այս ժամին ինչ եք անում այս տանը։ Ես ժամանակավոր Հայաստան եմ եկել, հիմա ստեղ եմ ապրում։ Բայց դուք չասեցիք ինչի համար եք Նորոին հարցնում, ինչ ա եղել։ Որ ժամին էլ գա, կասեք ներկանա բաժին։ Նորից եմ հարցնում։ Հարցս մի շրջանցեք։ Ինչ եք հարցնում Նորոին։ Կգա, կիմանա, քո անուն ազգանունը։ Ես զգում էի, որ մի բան են չի։ Նորոն իրան նման չէր, հասկանում ես։ Բանը չկա էլիս, մի անհանգստացի։ Էդո մեր տուն ոստիկաններ եկել։ Ու եթե լուրջ բան եղած չլիներ, հաստատ չէր գա այս ժամին հասներ ստեղ։ Խնդրում եմ քեզ գտի Նորոին։ Կգտնեմ էլիս։ Մենակ խնդրում եմ մի անհանգստացին, հենց արա որ տանը չիմանան, չարթնանան, հա։ Ես գնում եմ, կզանգեմ։ Հալո։ Նորո, վերջապես ուր ես։ Լսում, մի քիչ հետո տուն կգնեմ։ Ես հենց հիմա ձեր տան մոտ եմ, ասեմ ավելին ձեր տնից դուրս եկա։ Վերջը Էլիզը զանգեց, հա։ Հա, Նորը ոստիկաններ հետևից է եկել։ Ոնց։ Ինչ ես խոսում Էդո։ Իմ հետևից ինչ էին ասում։ Հա, քո հետևից։ Ասում էր որ պիտի բաժին գնաս, բայց ինչի համար չգիտեմ, այդ դու պիտի պատմես։ Լավ է Էլիզի հետ էի։
Նորո բայց հանկարծ տուն չգաս։ Գնա գարաժ, ես կգամ այնտեղ, որ կանանք հանգիստ խոսանք։ Շատ էին վախեցել իմանք։ Մենակ Էլիսներ Արթուն ու նենցա հա լավ վախեցել էր։ Լավ նորո գնա գարաժ գալիս եմ։ Լավ։ Նորո ինչ ա եղել։ Ես ինչ պատմության մեջ ես ընկել։ Ինչ ա եղել, որ գիշերով եկել են հետևիցդ։ Գիտես ես հասկանում եմ այդ։ Նորո, բայց դու ինձ ասացիր, որ բան չես խոսալու։ Ասացիր, որ այդ թեման փակ է։ Ինձ խաբեցիր, գնացիր դրանց հետ հարց լուծելու։ Կռիվ դարավ դրա համար էլ հիմա նստել եմ պոչի, չէ՞։ Որ թողես ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Եկած չեկած նեղանում ես հետո։ Բա ինչ անեմ։ Ճակատդ պաչեմ ինձ խաբելու համար, հա Նորո։ Ինձ ասացիր, որ ոչ մի բան չես անելու Նորո։ Ոնց կլիներ Նորոն ինձ լսեր, ոնց կլիներ Նորոյի հետ մարդ գնար տենց հարցով։ Չէ, իմ հետ կապ չունեցող հարցը, այս լրիվ ուրիշ բան է։ Հա, ես գնացել էի գարաժ, որ դրանց հետ խոսեի։ Բայց նես բան տեսա, որ Ինչ ես տեսել։ Ստյոպի դիակը։ Ես Նորոյի հետ եմ, հանգիստ տեղի։ Նորո, այսինքն ոնց դու մտար ներս մարդ չկար մենակ այդ Ստյոպի դիակներ։ Այ դա։ Այս ինչ պատմության մեջ ես ընկել Նորո։ Դու հասկանում ես հիմա ինչի տակ ես։ Չէ, բայց ինձ ուրիշ բան է հետաքրքիր։ Իրանք ոնց են իմացել, որ ես գարաժում եմ եղել։ Ոչ կամերա կա, ոչ էլ։ Վստահ ես, որ չկա։ Հա, 100% ես 100 անգամ նայել եմ։ Վատ է էլի Նորո։ Շատ վատ է, որ չկա։ Հիմա ով ինչ ուզի քո դեմ կխոսա։ Ով ասելով չի, դու պետք է ապացույցներ ունենա, չէ՞։ Ու տենց զուտ խոսքերի վրա չեն հիմնվելու։ Նորո, դու հասկանում ես, որ դու հիմա կասկածյալ ես։ Եթե դու հաստատես, որ գարաժ եկել ես, քեզ կասկածելու են։ Համեն տենց հարցով տենց հեռուն մի գնա, քո անունը հաստատ այդ գարիկն է տվել։ Հա, հաստատ։ Այլով պետք է լինի։ Ինձ զանգել էր։ Ինչ էր ասում։ Ինձ է կասկածում։ Ասում է, որ դու ես եղել հաստատ գարաժում։ Ես այդ անասունի ձայնագրություն էի ուղարկել, ասել էի, որ գնալու եմ, ասել էի, որ սպասելու եմ, որ անպայման գա։ Դե ապրես, ինչ ասեմ։
Դու քո ձեռով քո գլխին սարքել ես։ Հետո ես ինչ իմանայի, որ գնալու եմ ու դիակ տեսնեմ։ Չգիտեմ։ Նորո, բայց որ գնաս ոստիկանություն ամեն ինչ կհերքես։ Բայց ինչի խափեմ ախպեր։ Ես ոչ մի բան չեմ արել, ես կապ չունեմ։ Նորը դու հասկանում ես հիմա ինչ մեծ աշխատանք է կատարվում, որ այդ ամեն ինչը մնա քո վզին։ Հասկանում ես։ Եթե դու ոստիկանությունում հաստատես Գարիկի ասածը, այդ ձայնն էլ է մնալու քո վրա։ Նենց որ կանես իմ ասածով։ Չգիտեմ, մի բան ասա։ Ասա որ պիտի գայր, բայց չի ստացվել, չես եկե, հիվանդ էիր, լավ չէիր, մի բան օրինի ոբշն։ Ես այդ Գարիկին գտնելու եմ ու սատկացնելու եմ հետո։ Սատկացնելու եմ դրան։ Այդ ճոպը 100 հոգու հետ խնդիր է ունեցել։ Նույնիսկ ինձ ա ներքաշել խնդիրների մեջ։ Ու հիմա իմ հետևից է ընկել գոնե գնա այդ աննասումներին գտնի, ովքեր որ արել են։ Լավ, նորո հիմա ամենայն դեպս ոչ մի բան պետք չի անել։ Այ որ դու ինձ այն օրը լսեիր, ու իրար հետ գնայինք հենց այդ օրը դրանց հարցերը լուծենք, բանը սրան չէր հասնի։ Ես չէի գնացել որ կռիվ անեի, ես գնացել եմ որ երկու բառ ասեի ու ասեի որ դուրս եմ գալի գործից։ Ստացվեց մոտդ, դուրս եկար գործից։ Թե ավելի շատ ոտդ տեղի հետ կապվեց, հա՞։ Լավ, նորո, հանգստացի։ Ես ինչքան խոսում եմ, մեկը ներվայնանում եմ ու զգում եմ, որ ինչ էլ ասեմ, մեկը բան չի փոխվելու։ Կանես տենց ոնց որ ես եմ ասում։ Հիմա արի իրար հետ տուն գնանք, Էլիզա հաստատ չի քնել։ Տանը ոչ մի բան չասես։ Բա ինչ ենք ասելու Էլիզին։ Ես մի բան կմտածեմ։ Կասեմ, որ թաղում խնդիրներ ա եղել, տղեկի հետ կապված ես էլ խառնվել եմ։ Դրա համար էլ եկել այն։ Դες մի բան։ Հաստատ Լանանա։ Արշակ հիշում ես, չէ՞ որ մենք Լանայի հետ բան պետքա խոսանք։ Հա, Մագդա, հիշում եմ։ Բարի լույս։ Բարի լույս, Լանա։ Նստի։ Ոնց ես։ Գործերդ հասցրեցիր։ Հա, մի քանի բան ա մնացել, դրանք էլ տեղափոխեմ ու վերջ։ Լանա, ճիշտն ասած, ես ու Արշակը քեզ մի բան ենք ուզում առաջարկենք։ Ուղղակի հիմա արևի պարապմունքի ժամն է։ Արևը գնացել է վարորդի հետ, դու հանգիստ եղի։ Լանա, դու ստեղ մենակ ես, չէ՞ ապրում, հարազատներ չունես։ Հա, մենակ եմ, ես իմ կյանքի մասին պատմել եմ ձեզ։ Հա, մենք հենց դրա մասին էլ ուզում ենք խոսենք։ Այսինքն Լանա, դու կարող ես գալ ու մեր տանը ապրել։ Լանա, չեմ ուզում, որ դու սխալ հասկանաս։ Մի մտածի, որ մենք քեզ խղճում ենք։ Ուղղակի սենց ավելի լավ կլինի։ Դու արևի հետ կլինես ու ձեր կապը ավելի կմտերմանա։ Մագդա, դու ոնց ես պատկերացնում ես կամ ձեզ հետ ապրեմ, ես ընդամենը ձեր տան աշխատողն եմ։ Չէ, հաստատ չէ։ Եկեք։ Նստեք։ Ներկայացեք։ Ինձ ասացին, որ ես սենյակ մոտենամ։ Ներկայացի։ Նորայր է անունս։
Գիշերը իմ տուն էիք եկել ու ինձ էիք հարցրել։ Կարող եմ իմանալ ինչ ա եղել։ Նորայր Սահակյան։ Ուր էիր գիշերը։ Դուրս է եկել։ Հետ ջամին։ Ինչ կար դրսում։ Ուղղակի քոնս չէր տանող դուրս է եկել մի քիչ քայլելու։ Ու իրականում տեղյակ չէի, որ դա հանցանք է, որ չի կարելի։ Ջիվանյան Ստյոպա։ Ծանոթ անուն ազգանուն է։ Հա, ծանոթ անուն ազգանունը մի անգամ հանդիպել եմ։ Ինչի՞։ Հիմա ուզում ես ինձ համոզել, որ տեղյակ չես ինչ է եղել։ Այդ տղային մահացած են գտել այն նույն ավտոտնակում, որտեղ գիշերը դու եղել ես այդ ժամին։ Ես։ Հա, դու։ Քո դեմ ցուցմունք կա։ Ես շատ շնորհակալ եմ ձեր վերաբերմունքի համար, բայց ես սովոր եմ մենակության ու դրանից չեմ նեղվում։ Բայց մենք չասեցինք, որ նեղվում ես։ Ուղղակի եթե առիթ կա մենակ չմնաս, ինչի չօգտվես։ Ես ձեզ չեմ ուզում նեղություն տալ։ Անգամ ամաչում եմ այս խոսակցությունից։ Լանա ամաչելու ոչ մի բան չկա։ Դու առավոտից մինչև ուշ գիշեր մեր տանն ես։ Այդ մի գիշերն է, հա, որ պետքա խանգարի։ Ազատ սենյակը կա, բոլոր հարմարությունները կան, մենք հաստատ նեղություն չենք քաշի։ Իսկ եթե իմ մնալը սխալ հասկացվի, Ու ով պետքա սխալ հասկանա։ դե չգիտեմ, ձեր բարեկամները, ընկերները։ Լանա, ես այն մարդն եմ, ով որ որոշում կայացնելուց ոչ մեկի կարծիքը չի հարցնում։ Արևնի աղջիկն է, սա իմ տունն է ու այս պատերից ներս իմ ընտանիքն է ապրում։ Եթե ես ասում եմ, ուրեմն վստահ եմ։ Ու հետո ես էլ ինձ շատ լավ կզգամ, որ դու մեր տանը ապրես։ Լանա, մենք չենք փորձում քեզ համոզենք։ Եթե չես ուզում, խնդիր չկա, հասկանում ենք։ Կներես, որ մեր առաջարկով քեզ վատ դրության մեջ դրեցինք։ Լանա, շատ ընտանիքներ կան, որտեղ դայակը իրանց հետ է ապրում։ Տեղ տարօրինակ բան չկա, այդ նորմալ է։ Մենք ամբողջ արևի օրը քեզ ենք վստահում, ու դու մեր ընտանիքի անդամն ես։ Արևը ավելի շատ քո հետ է, քան մեր։ Մագդա, վերջ։ Ես ասացի, որ չենք համոզում Լանային։ Ես ուղղակի ձեզ նման մարդկանց երբևիցե չեմ հանդիպել։ Ու ինձ համար շատ դժվար է ձեզ նման մարդկանց մերժելը։ Ես համաձայն եմ։ Շատ լավ է։ Ես իրոք շատ ուրախ եմ։ Դե ուրեմն հենց այսօրվանից էլ կարող ես մնալ։ Ես վարորդին կասեմ, որ իրերը բերի։ Չէ, ես ինքս կբերեմ։ Ես վստահ եմ, որ Արևն էլ շատ է ուրախանալու։ Անչափ շնորհակալ եմ։ Մենք էլ շնորհակալ ենք, որ չմերժեցիր։ Հա, այդ։ Մագդա, եթե կողդ մարդ կա, առանձնացի բան պիտի ասեմ։ Լավ։ Կներեք, ես հիմա կգամ։ Ինչ ա եղել է դու։
Լսի, այն օրը որ գնացել ես Նորոյի հետևից։ Արդեն վախենում եմ։ Այդ օրը Նորոյից բացի ուրիշ ոչ մեկին չես տեսել։ Չէ, ինչի։ Մագդա հաստատ չես տեսել։ Նորոն քեզ ինչ որ բան չի ասել, կարող է ասելա ու զգուշացրելա, որ ոչ մեկին չասես։ Մագդա, եթե տենց բան կա, խնդրում եմ ասա, էլի հիմա խոսումները պահելու ժամանակը չի։ Կասես ինչ ա եղել։ Լավ, հեչ, Մագդա, բան չի։ Կլինի ասես դու ինչ ա եղել։ Լսի, այդ օրը գարաժում մարդ են սպանել ու հիմա Նորոն բաժնում է։ Ու ով է այդ ցուցմունքի հեղինակը։ Կարող է տեղերով փոխվենք, հա։ Դեպքի օրը այդ նույն ժամին դու եղել ես ավտոտնակում։ Ձեզ սխալ ինֆորմացիա է ասել։ Ես պետք է գնայի, բայց չեմ գնացել։ Որտեղից ես ճանաչում Ստյոպային։ Ասեցի չէ, որ մի անգամ եմ տեսել։ Ու երբ։ Երբ որ գնացել էի տղեկին օգնելու։ Ես այդ տղուն նույնիսկ նորմալ չեմ ճանաչել։ Իսկ ինչի համար էր երեք գնալու ավտոտնակ ու չես գնացել։ Աշխատանքի հետ կապված։ Ինձ տղեկը համոզում են, որ այդտեղ աշխատեմ։ Ես էլ պետքա գնայի տեսնայի ինչ գործ է, ինչ մեքենաներ պետքա սարքեմ։ Պայմանավորվեցինք, բայց չստացվեց, չգնացի։ Այսինքն դու իրանց հետ չես աշխատել, գումար չես վաստակել։ Ստյոպին էլ մի անգամ ես տեսել, այն էլ պատահական։ Ճիշտ հասկացա։ Հա, ամեն ինչ շատ ճիշտ եք հասկացել։ Պետքա գնայի օգնեի, բայց չստացվեց իմ գնալը։ Երեք էլ աշխատանքի վերցնելու նպատակով էին քեզ կանչել ու դու չես գնացել։ Հա, պետքա գնայի, տեսնայի ինչ աշխատանք է, պայմանավորվեցինք, բայց չգնացի։ Ինչի։ Ուրիշ աշխատանք եմ գտել։ Ոնց որ ամեն ինչ չի, որ ճիշտ ես ասում։ Վերջին անգամ եմ հարցնում։ Խնդիրներ ունեցել ես Ստյոպի հետ։ Չէ։ Ես քեզ հնարավորություն տվեցի ճիշտն ասելու։ Հիմա արդեն փաստերով։ Ինչ։ Դու ես ինչ ես խոսում։ Մագդա, ասում են, որ հասկանաս ինչքան լուրջ է վիճակը։ Հաստատ ոչ մի բան չի ասել։ Չէ, ինչ որ կա քեզ արդեն ասել եմ։ Լավ, կզանգեմ։ Լավ, ես էլ կզանգեմ, խնդրում եմ ուշադիր եղի։ Իսկ ձայնայինի մասին ինչ կասես։ Որոշել ես չպատասխանես, արա։ Ես գիտեմ, որ գիշերը գարաժում եք լինելու։ Ես գալու եմ, ու հերթով պատասխան եք տալու։ Լսում ես։ Դու գիտես Նորոն, որ ասում է ամեն ինչ անում է։ Ու առաջինը քեզնից եմ սկսելու, ես որ պատրաստվի։